Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ մենք շարունակում ենք հոգատար պետություն հարցականով հաղորդաշարը եւ այսօր խոսելու ենք հանրակրթության մասին, թե որքանով այն Հայաստանում կայացած, ինչ առաջնահերթություններ ունենք եւ ինչ նպատակներ ունենք, եւ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Սարգսյան, խոսենք հանրակրթությունից, որպես երևույթ Հայաստանում։ Մենք գիտենք, որ սա այն ոլորտն է, որտեղ հարցերը բազում են, խնդիրները բազում են։ Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետությունում գոնե իմ տպավորությամբ կա հստակ ընդունված որոշում. Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա հասանելի հանրակրթություն բոլոր երեխաների համար, այսպես ասենք, այսօր ավելի շատ դպրոցներից խոսենք։ Այս բազային հիմքը, որքան հասկանում եմ, ընդունված է, վերցրված է, եւ ելնելով այս հիմքից ուր ենք մենք շարժվում այսօր, ինչպիսին է մեր հիմնական նպատակադրումը, ռազմավարությունը հանրակրթության հասանելիության տեսակից։ Շատ ճիշտ դիտարկում է, որ հանրակրթության մասով մենք շատ հստակ առաջնահերթություններ ունենք սահմանած եւ այստեղ հատուկ ուզում եմ շեշտադրել, որ այդ առաջնահերթությունները, որոնք սահմանված են կրթության ռազմավարությամբ մինչև 2030 թվականի, ըստ էության միակ ռազմավարությունն է, որը օրենքով է հաստատված։ Սա կարծում եմ շատ ակնհայտ ցույց է տալիս, թե հարցի կարևորությունը, ազդեցությունը եւ առաջնահերթությունը ինչքան մեծ է բոլոր շրջանակների համար եւ կարծում եմ սա տրամաբանական է, որովհետեւ հանրակրթությունը ըստ էության դիպչում է երևի թե գրեթե յուրաքանչյուր քաղաքացու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարդու, որ այստեղ ապրում է։ Մենք ունենք 420,000-ից ավելի աշակերտներ, 31,000-ին մոտ ուսուցիչներ, գրեթե այդքան այլ անձնակազմ, որն աշխատում է դպրոցում, եւ սա ես միայն դպրոցի ոլորտի մասին եմ խոսում, եթե մենք անդրադառնանք նաև մանկապարտեզներին, որտեղ 100,000-ից ավելի երեխաներ կան, մանկավարժական կազմին եւ այլն, մենք ակնհայտորեն ունենք իրավիճակ, որ սա իսկապես ոլորտ է, որը դիպչում է բոլորին եւ նաև սա ոլորտ է, որը երկարաժամկետ իմաստով պետության համար շատ առանցքային նշանակություն ունի։ Եվ քանի որ ռազմավարության մասին խոսեցինք, իհարկե շատ կարեւոր է, որ հասկանանք, թե այդ ռազմավարությամբ ինչ առաջնահերթություններ են առաջին հերթին արձանագրվել։ Դրա իհարկե որակյալ, մատչելի կրթության հասանելիության ապահովումն է, ներառականության ապահովումը այդ բառի ամենալայն իմաստով եւ միջազգայնացումը։ Էլի բառի ամենալայն իմաստով, որպեսզի մեր կրթության այդ թվում եւ հանրակրթության ոլորտում ձեռքբերումները հնարավոր լինի միջազգայինորեն ճանաչելի դարձնել եւ նաեւ Հայաստանի Հանրապետության դիրքերը այդ կրթության այսպես միջազգային հարթակներում լավացնել, ուժեղացնել ու գուցե առանձնահատկություններով էլ կարողանալ ընդգծել այն գործընթացները, որ տեղի են ունենում։ Ներառականության մասին այսօր անպայման կխոսենք, մի քիչ այդ որակի եւ ճանաչելիության մասին, քանի որ Հայաստանում վերջի շրջանում, վերջին ասելով 10 տարուց ավելի հաստատ, բավականին թափ են առնում նույն մասնավոր կրթական հաստատությունները, որոնք ինչու ոչ, գոյության իրավունք ունեն, բայց ինչ որ չափով գոնե իմ դիտարկմամբ որպես ծնող կարծես թե որոշակի մրցույթի հարթակ է
ձևավորվում մասնավորի եւ հանրային կրթական հաստատությունների միջև եւ վատ ինչ որ կողմերից է համարվում այն, որ կարող է մասնավոր կրթական հաստատությունները, այդ դուք ասացիք 31000 ուսուցիչներ ունենք, հա, ինչ որ դրանցից լավագույններին տանեն եւ հանրային կրթական հաստատություններին թողել ավելի ցածր որակի ուսուցիչներին, այ որքանով են նման վախերը եւ նման խոսակցությունները հիմնավորված եւ առհասարակ պետությունը ինչ քաղաքականություն ունի մասնավոր եւ հանրային կրթական այսպես ասենք օջախների նկատմամբ։ Մենք շատ հաճախ մասնավոր, հա, այսպես կոչված ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ որ խոսում ենք, իրենք միշտ նշում են, որ չի կարող հանրակրթության մեջ լինել պետական ու ոչ պետական սահմանազատումը եւ կարծում եմ այս իմաստով ճիշտ դիտարկում է դա, որովհետև անկախ նրանից թե հաստատության կազմակերպա իրավական ձևը կամ որպես իրավաբանական անձ հանդես գալի ինչպիսին է, մենք միևնույն է պետք է մտքում ունենանք եւ գործ ունենանք նույն արժեքների, նույն գաղափարների ու նույն մոտեցումների հետ, այլ բան է, որ որոշ դեպքերում մեզնում այդպիսի տպավորություն է ձևավորվել առնվազն, որ պետական հանրակրթական հաստատություններում որակյալ կրթությունը հասանելի չէ եւ եթե ցանկություն կա որակյալ ակադեմիական կրթություն կամ բազմակողմանի կրթություն ապահովելու, ապա անպայման պետք է փնտրել այլ վայրում ու երևի թե սա մեր այն ամբողջ կրթական քաղաքականությունը, որ հիմա իրականացվում է, կարծում եմ շատ մեծ չափով ուղղված է նրան, որ առաջին հերթին մենք իրար չհակադրենք պետական եւ ոչ պետական դպրոցների գործունեությունը, փորձենք գտնել երկու համակարգերում էլ այն հաջողված փորձառությունը, մեխանիզմները, մեթոդաբանությունը, որոնք իսկապես հնարավորություն են տալիս այդ կրթությունը որակյալ դարձնել եւ երկու ոլորտներում էլ դրանք կիրառել, որովհետեւ այսպես ասեմ, հա, մասնավոր դպրոցներում հիմա սովորում է 12-13 հազարից ավելի սովորող։ Սա նշանակում է, որ մեր դպրոցահասակ երեխաների զգալի մասը այս ոլորտում է ընդգրկված եւ իրենք պետք է ունենան այն կրթական միջավայրը նույն եւ այն նույն նպատակները պետքա դրվի իրենց առջեւ, ինչ որ հանրակրթության ոլորտում։ Մենք հիմա կարծում եմ կխոսենք մի քանի հարցերի մասին, ինչ բարեփոխումներին, երբ որ անդրադառնալու լինենք, ինչ է տեղի ունենում, բայց ըստ էության, եթե մեծ բլոկների մասին խոսենք, թե հանրակրթության բովանդակության վերանայումը, թե ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ բարձրացված վարձատրության ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թե ենթակառուցվածքների բարելավումը եւ հագեցումը, սրանք բոլորը ծրագրեր ու միջոցառումներ են, որոնք հանգեցնելու են նրան, որ այդ տարանջատումը հանրակրթության ու մասնավոր պետական եւ ոչ պետական դպրոցների միջև այդ տարբերությունները գնալով նվազեն եւ դա լինի այլ չափանիշներով ընտրության հարց, այսինքն երբ ծնողները որոշում կայացնեն երեխայի կրթությունը որևէ ուսումնական հաստատությունում շարունակելու վերաբերյալ այդպիսին չլինի որոշման չափանիշը, հա, որ կամ հանրակրթական դպրոցում ոչ որակյալ կամ ոչ պետական դպրոցում որակյալ կրթություն, այլ օրինակ, չգիտեմ, ընտրվի մանկավարժության մեթոդաբանությունը, որը շատ տարբեր կարող է լինել, այլ ընտրանքային կարող է լինել եւ իրականում դա այն հնարավորությունն է, որով պետական հանրակրթական դպրոցները անդադ կարող են հարստանալ, երբ որ
բազմազան մեթոդաբանություններ ու մանկավարժական մոտեցումներ, որոնք հաջողվում են կարողանան մտցնել իրենց գործունեության մեջ։ Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետությունում չկա, չէ՞, այնպիսի կրթական հաստատություն, որը չի վերահսկվում ԿԳՄՍ կողմից։ Ոչ, օրենքների մակարդակում եւ կրթության եւ հանրակրթության մասին օրենքի մակարդակում հանրակրթության պետական չափորոշչում արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող որևէ կրթական ծրագիր չի կարող հակասել այն հիմնական սկզբունքներին, որոնք ամրագրված են, եւ դրանք բոլոր տեսակի այլընտրանքային ծրագրերը կլինեն հեղինակային, փորձարարական կամ այլ տեսակի, պետք է ապահովեն այն վերջնարդյունքները կրթության, որոնք որ սահմանված են պետական չափորոշչով։ Մի քիչ խոսենք կրթության որակի մասին, ընդհանրապես իմ կարծիքով գոնե բավականին դժվար է կրթության որակի չափելիությունը, որովհետև նախ ժամանակ է պետք։ Ես օրինակ հետևում եմ հանրակրթական դպրոցներում այդ երեխաների ընթերցանության խնդիրն է կարծես թե անընդհատ դրա մասին է խոսվում, մրցույթներ են կազմակերպվում, որպեսզի խթանեն երեխաների կողմից ավելի շատ ընթերցանության կազմակերպմանը, իրականացմանը, բայց ու կարծես թե ամեն տարի անգամ նախարարը Facebook-յան գոնե գրառումներում ինչ-որ արված հետևությունների մասին գրում է, բայց հասկանալի է, որ լուրջ արդյունքների մասին մենք կարող ենք խոսել 10 տարի, 20 տարի անց եւ այլն։ Հիմա այսօր ինչ չափանիշներով են գնահատվում կրթության որակը Հայաստանում։ Մի քանի տարբերակներ կան, որով մենք փորձում ենք այսպես օբյեկտիվ գնահատում ստանալ կրթության որակի, որովհետև պետք է ընդունել մեր խնդիրները, մասնավորապես մեզ համար շատ օբյեկտիվ ցուցանիշներ չեն աշակերտների, սովորողների ամփոփիչ գնահատականները, տարեկան քննությունների արդյունքում իրենց ստացած գնահատականները կամ բուհական, միասնական քննությունների ժամանակ իրենց ցուցաբերած արդյունքները, որովհետև այստեղ միշտ չէ, որ մենք կարող ենք մաքուր իրարից առանձնացնել, թե որն է դպրոցի գործոնը, որտեղ է կրկնուսույցի գործոնը, որտեղ է ընտանիքի ներդրած ջանքը, այսինքն սրանք այնպիսի տվյալներ են, որոնց վրա մենք շատ չենք կարողանում հիմնվել։ 2024 թվականի ընթացքում մենք 3 այդպիսի օբյեկտիվ կարելի ասել մեզ համար գոնե այսպես հավաստի տեղերից տարբեր ունեցանք վերլուծություններ։ Առաջինը 2024-ի տարեսկզբին էր, երբ Համաշխարհային բանկը հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման 2 տարիների արդյունքների վերլուծություն ներկայացրեց եւ այդ արդյունքների վերլուծությունը այն մասին էր մի քայլ հետ գնալով, մեզ մոտ գնահատվել էր նախապես, որ կրթության տևողությունը 11.3 տարի է, բայց փաստացի այն հմտությունները, որ երեխաները ձևավորում են այդ ժամանակահատվածում, համարժեք է 8 տարվա։ Սա նշանակում է, որ թե կրթության բովանդակության, թե մեթոդաբանության տեսանկյունից մենք զգալի անելիքներ ունեինք եւ այս 2 տարվա հետազոտությունը ցույց տվեց, որ Տավուշի մարզում այդ փորձարկման ընթացքում այդ ժամանակահատվածը 6 ամսով կրճատվել է։ Այսինքն 2 տարվա ընթացքում, եթե այդ տարիների համար դիտարկենք, թե ինչքան առաջընթաց պետք է գրանցեին, մոտ 6 տարով այդ 3.3 տարվա 6 ամսով 3.3 տարվա բացը կրճատվել էր։ Սա առաջին այսպես կարևոր արձանագրումներ մեզ համար, բայց ինչքան դա ուրախացնող էր, նույնքան պարտավորեցնող էր, որովհետև չափորոշչի փորձարկման փուլում շատ մեծ ռեսուրս եւ ուշադրություն է ներդրվել կոնկրետ մարզում եւ քիչ դպրոցների հետ շատ մեծածավալ աշխատանք է իրականացվել։ Մենք պետք է կարողանանք
գոնե համարժեք ջանքեր գործադրել ամբողջ հանրապետությունում, որ գոնե համարժեք այդ առաջընթացը ապահովենք։ Երկրորդը հենց այն հարցն էր, որին անդրադարձակ, իրականում կարող է ստեղծվել տպավորություն, որ ընթերցանությունը ընդամենը փոքր բաղադրիչ է եւ դրան այդքան մեծ ուշադրություն դարձնելը գուցե տեղին չէ, բայց սա առանցքային կարողունակություն է, այսինքն սա այն հմտությունն է, առանց որի ցանկացած առարկա ուսումնասիրելը անհնարին է դառնում եւ եթե կրթության ռազմավարության մեջ հիմնախնդիրներին արձանագրված անդրադառնանք, մենք այստեղ շատ լուրջ խնդիր ունենք, որովհետեւ ընթերցելու եւ ընթերցածը հասկանալու տեսանկյունից մենք շատ ցածր ցուցանիշներ ունենք միջազգային մակարդակով, նաև տարածաշրջանի իմաստով, այսպես լավ չէ։ Բացատրություններ, ներողություն, հենց այս կետի վրա մի քիչ, իսկ կան որոշակի բացատրություններ, թե դա ինչի հետ է կապված, այսինքն ինչ է լինում երկրում կամ որ պայմաններում է, որ այսպիսի ցածր ցուցանիշներ են լինում։ Պաշտոնապես պատճառների վերլուծություն չեմ կարող ասել, բայց ավելի այսպես մասնագիտական իմ անձնական կարծիքը եթե ասելու լինեմ, այն կլինի, որ մեզ մոտ տարրական դպրոցում ընդհանրապես դպրոցում կրթությունը շատ է հիմնված անգիր սովորելու մոտեցման վրա եւ երեխաները հենց այն ամենավաղ առաջին դասարանի առաջին քայլերը անելիս շատ հաճախ կնկատես, որ բոլորը սովորում են նկարը նույն ձևով պատմել, նույն հերթականությամբ անվանել մարդկանց, եթե անուններ պետք է տան, ապա նույն անունները պետք է տան, այսինքն այնպիսի միջավայր է ձևավորվում, որ կա սխալ եւ ճիշտ ձև ինչ որ բանի մասին արտահայտվելու, խոսելու կամ սովորելու եւ տարրական դպրոցում այս մոտեցումը շատ ժամանակ իրեն գուցե արդարացնում է, որովհետեւ բովանդակությունը քիչ է եւ ոնց որ երեխայի ընդունակությունները, մտավոր հնարավորությունները սովորաբար տարիքով պայմանավորված թույլ են տալիս, որ ինքը կարողանա այդ առարկաները անգիր անել, այդ տեքստերը հիշել։ Մենք շատ հաճախ կարող ենք, ես ինքս շատ հաճախ հանդիպել եմ, երբ երեխան մատը տեքստի վրա դրած գնում է, բայց դու հասկանում ես, որ ինքը չի ընթերցում, ինքը անգիր է ասում։ Եվ այլ ավելի դժվար է, երբ սկսում ես հարցեր տալ ընթերցածի վերաբերյալ ու հասկանում ես, որ կարող է ամենապարզ, ինչ հերոսներ են, ինչ գործողություններ էին անում եւ եթե մի քիչ խորանաս պատճառների ու վերլուծության մասին գնալով այդ հարցերին պատասխանող աշակերտների թիվը նվազում է եւ կարծում եմ հենց սա է պատճառներից գլխավորը, որ մենք տարրական դպրոցից հետո աստիճանաբար կրթության որակի այդ անկումը ունենում ենք, մեզ մոտ շատ խնդրահարույց է միջին օղակում աշխատելու հմտությունները չեն ձևավորում, տեքստերը ավելանում են, էֆեկտով արդեն տեքստերը ավելանում են, առարկաները ավելանում են եւ արդեն այդ հմտությունը, որ ինքը պետք է կարողանար տեքստի հետ աշխատել, հետեւաբար իրեն հեշտ կլիներ առաջնայինը երկրորդայինից առանձնացնել, ինչ որ այսպես ռազմավարություններ կիրառել, մտապահելու, վերարտադրելու կամ հասկանալու դժվարանում են, որովհետեւ նաեւ այդ ձևերը չեն սովորացվում եւ ստացվում է իրավիճակ, որ երեխաները մենք ցանկացած դպրոցի այսպես դինամիկան եթե նայենք սովորողների առաջադիմության 4-րդ դասարանից հետո 5-ում, 6-ում եւ հատկապես 7-8, 9-րդ դասարաններում, երբ շատ խտանում է առարկաների ծավալը, կտրուկ անկում ենք ունենում։ Ու այստեղ էլ իրականում ձևավորվում է այն բացը, որը հետո շատ հաճախ հնարավոր չի լինում լրացնել։ Տեքստի հետ աշխատելն էլ, ուզում եմ ասել, որ ընթերցանությունը առանձին
շատ առանցքային խնդիր է հիմա մեր համար եւ դա է պատճառը, որ տարբեր ծրագրերով եւ այսպես արտաքին ստուգումների միջոցով մենք փորձում ենք եւ կարեւորությունը շեշտադրել եւ շատ հետեւողական լինել այդ հարցի նկատմամբ, որտեղ հասկանում ենք, որ եթե այդ հմտությունը ձևավորվի, հետո մնացած հմտությունների ձևավորումը ավելի Ես ինչու եմ ժպտում, որտեղ իմ աղջիկը ինքը 7 տարեկան է, էլի մասնակցեց դասարանի լավ ընթերցողներից մեկն էր մասնակցելուց առաջ, որպեսի պարապեր մրցույթ է իրենց մոտ ընթերցանության, սկսեց գրքեր կարդալ։ Մրցույթի ժամանակ, չգիտեմ, 3-4 տեղն էր գրավել, դեռ ինչ որ ես իմ ինչ չէր, բայց արդեն եմ հավեսի այն, կես շարունակում է գրքեր կարդալ։ Ինքը մոտիվացիոն բան ունի։ Ինքը մեկ էլ հայտնաբերեց, որ գրքերը կարող է հետաքրքիր լինեն ու արդեն ամեն օր քնելուց առաջ ինքը մի 2 էջ կարդում է մանկական գրականություն ինքը իրենով։ Շատ հետաքրքիր արդյունքներ էլի տվեց ոնց որ թեմային վերադառնալով դրա համար մեզ համար շատ կարևոր էր այս տարվա 2 տարին մեկ անգամ կրթության տեսչական մարմինը անում է այդ ուսումնասիրությունը ընթերցանության կարողությունների մեզ համար այս տարի ոչ այնքան կարևոր էր որ այդ բարձր շեմը հաղթահարողների թիվն է ավելացել, այլ կարևոր էր, որ անբավարար շեմը հաղթահարողների թիվը էականորեն չհաղթահարողների թիվը էականորեն պակասել էր, որովհետև դա իսկապես շատ լուրջ խնդիր է կրթության ու հանրակրթության համար։ Իսկ որոնք են մյուս մարտահրավերները, այսինքն ես ենթադրում եմ, որ հավանաբար նախարարությունը ունեք ցուցակ հիմնական մարտահրավերների, որոնք առաջնային են կրթության ոլորտում շատ բազմազան են երևի թե ցանկացած ոլորտ այսպես կարող եմ պատասխանել ցանկացած ուղղություն որտեղ ինչ որ փոփոխություն ու բարեփոխում ենք նախաձեռնում նշանակում է որ դրա հիմքում կան բավարար տվյալներ փաստելու, որ այդտեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք, որտեղ էվոլյուցիոն ճանապարհով, այսպես փոքր քայլերով փոխելու ճանապարհով հնարավոր չի լինում հարցը։ Ուսուցիչների պակասը նույնպես չէ մտնում է դրա մեջ, ես որքան ուսուցիչների գիտեք ֆորմալ գուցե այդքան ակնհայտ չի հիմա ուսուցիչների պակասի խնդիրը եթե թվերով նայենք հա թափուր տեղերի թիվը իրականում շատ մեծ չի եւ տարբեր այսպես եղանակներով կարծեմ դրա մասին խոսենք փորձում ենք այդ բացը լրացնել այստեղ ավելի շատ գիտեք երևի որ ուսուցիչների պակասն է շատ որոնք մասնագիտական շարունակական զարգացումը վերցրել են որպես իրենց այսպես կյանքի եւ մասնագիտության ուղեկից որոնք հրաշալի պատկերացնում են որ կրթության նոր բովանդակություն ունենք ոչ թե բնականաբար ակադեմիական գիտելիքները կամ ակադեմիական իմաստով շատ քիչ բան է փոխվել, բայց այն թե ինչ պիտի ձևավորի դպրոցը շատ այսպես կտրականապես փոփոխության է ենթարկվել։ Մենք շատ կարևորում ենք, որ հիմա երեխան այդ ամբողջական կարողունակություն ունենա։ Սա նշանակում է, որ ինքը դպրոցում սովորելու ընթացքում պիտի եւ գիտելիքը ստանա եւ այդ գիտելիքը կիրառի ու դա վերածի հմտության եւ դա կարողանա այնքան ընդգրկուն եւ ընդլայնված պատկերացնել որ կարողանա տեղափոխել դպրոցի տարբեր առարկաներում կիրառության մեջ դնել, հա, այսինքն այդ միջառարկայական բաները պատկերացնել, այդքան պիտի կարողանա ընդհանրացնել գիտելիքը եւ կարողանա իր կյանքում դրանց կիրառելիությունը պատկերացնել ու կարողանալ կիրառել։ Սա իրականում շատ դժվար խնդիր է, որ մենք ակնկալենք, ես չգիտեմ աշխարհում կան երկրներ, որոնք այս հարցը կարողացել են այդպես հաջողությամբ լուծել, որովհետեւ
նախ դասավանդող ինքը պետք է եւ այդ կարողունակությունները ունենա եւ պետք է կարողանա սովորեցնել դրանք, որոնք երկուսն էլ առանձին այսպես բավական բարդ բաներ են, հա, դրա համար եթե մի քիչ խորանանք, մենք իհարկե տարբեր ծրագրեր անում ենք, որոնք առաջին հայացքից կապված են նրա հետ, որ ուսուցիչները այսպես լրացուցիչ վարձատրություն ունենան, որը որպես խրախուսանք կարող է ծառայել, հա, բայց սրա հիմնական նպատակը այն է, որ ուսուցիչները շարունակաբար իրենց մասնագիտական զարգացման ուղղությամբ աշխատեն, որովհետև առանց դրա հնարավոր չի, որ որևէ բարեփոխում հասնի դպրոց եւ հասնի աշակերտին։ Հանրակրթության ոլորտում ուսուցիչների վերապատրաստումից խոսեցինք, ընթերցանության հետ կապված հիմնախնդիրներից խոսեցինք, հիմնական բարեփոխումները էլ ինչ բարեփոխումներ ունենք։ Սա այն դեպքն է, որ ես անկեղծ եմ ասում, չեմ վախենում բարեփոխում բառից, որովհետև մենք լրագրողներս մի քիչ վախենում ենք այդ բառից, քանի որ քաղաքական, այսպես ասենք, կամ կառավարական, հա, ներկայացուցիչները կառավարության շատ հաճախ ամեն մի փոփոխություն բարեփոխում են անվանում, իսկ ժամանակն ու փորձն է միայն ցույց տալիս, դա բարեփոխում է թե չէ։ Այդուհանդերձ ուսուցիչների վերապատրաստությունը միանշանակ բարեփոխում է, ասում եմ, ինչպես էլ ուզում ես նայես, հա։ Չէ, երևի այս էմոցիոնալ արձագանքը նրա մասին էր, որ երևի չկա այնպիսի հատված, որը այդ բարեփոխումների փուլում չի գտնվում հիմա։ Տեսեք, մենք հիմա գտնվում ենք հանրակրթության պետական չափորոշիչի փուլային ներդրման փուլում, 7 դասարաններում արդեն ներդրված է, հաջորդ ուսումնական տարում եւս 4 դասարանում կներդրվի եւ մյուս ուսումնական տարում արդեն ամբողջ այսպես ցիկլով ներդրված կլինի։ Դրան զուգահեռ եւ դրանով պայմանավորված ամբողջությամբ փոփոխվել է դպրոցական դասագրքերի ստեղծման գործընթացը, որովհետև նախկինում դա այսպես միասնական գործընթաց էր, դասագիրքը ստեղծողը, հրատարակիչը եւ ամեն ինչը արվում էր այսպես նախապես ընտրված կազմակերպությունների կողմից, հիմա մենք դա բաց մրցույթով ենք իրականացնում եւ այսպես բազմամասնագիտական փորձաքննության փուլ են անցնում նոր ստեղծված դասագրքերը։ Փոփոխվում է դպրոցի կառավարման համակարգը, այսինքն 2023 թվականից սկսած դպրոցի տնօրենի գործառույթներից առանձնացվել են վարչատնտեսական գործառույթները եւ դպրոցը ունենում է 2 գործադիր մարմին, տնօրենը եւ վարչատնտեսական համակարգողը, եւ այս դեպքում տնօրենը պատասխանատու է կրթության բովանդակության ու որակի համար եւ վարչատնտեսական մնացած գործառույթների համար, որոնք կրթության բովանդակությանը չեն առնչվում, հա, դա հաշվապահությունն է, գնումն է, այո, որպեսզի մենք տնօրենին ազատենք այդ դպրոցի, չգիտեմ, հաշվապահության, վերանորոգման, մաքրության ու մնացած հարցերով զբաղվելու անհրաժեշտությունից, որպեսզի ինքը ավելի բովանդակության հարցերով զբաղվի, որովհետև այլ կերպ այս փոփոխված բովանդակությունը հնարավոր չի լինի հասցնել։ Բայց դրանից բացի նաև բուն տնօրենների ընտրության ու նշանակման գործընթացն է փոխվել, հա, այսինքն մենք հիմա մի քանի փուլից բաղկացած գործընթաց ունենք, երբ տնօրենը հավաստագրվում է, դրանից հետո ներկայացնում է հաստատության զարգացման ծրագիր, որը անցնում է փորձաքննություն եւ դրանից հետո անցնում է մասնագիտական հանձնաժողովի հարցազրույցի փուլը, որը անձամբ նախարարն է վարում ամեն անգամ եւ այսպես շատ խորը բովանդակային հարցազրույց են անցնում բոլոր տնօրենները մինչեւ նշանակվելը հենց կրթության բովանդակության եւ կրթության կազմակերպման տեսանկյունից։ Փոխվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման ամբողջ համակարգը ու այսպես փոխկապակցված մեխանիզմներ են ներդրվում։
ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որի մասին շատ հաճախ խոսում են, հերթական ատեստավորումը, որը անցած տարվանից 2024 թվականից սկսած իրականացվում է այլ տրամաբանությամբ, այսինքն գնահատվում է ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը, որոշվում է տարբեր ոլորտներում ինչ մակարդակի վերապատրաստման կարիք ինքը ունի եւ դրան համապատասխան վերապատրաստումների է ինքը մասնակցում։ Եվ հիմա էլ աշխատում ենք այն ուղղությամբ, որ այն բովանդակությունը, որ հնարավոր է ուսուցչին էլեկտրոնային դասընթացների միջոցով փոխանցել, ունենալ պատրաստի դասընթացներ, որոնք ուսուցիչները իրենց հարմար ժամանակ, իրենց հարմար ձևով կարող են ուսումնասիրել եւ այդ վերապատրաստման ժամանակը ավելի օգտագործել բուն գործնական հմտությունների ձևավորման ուղղությամբ։ Եվ այս մեխանիզմները իրար հետ հիմա փոխկապակցված են նաև ուսուցչի տարակարգի որակավորում, ստանալու մեխանիզմը, որը էլի 2023 թվականից ներողություն 22 թվականից է այսպես նոր ձևով ուժի մեջ մտել եւ դրա արդյունքում մենք հիմա մեծ թվով ուսուցիչներ ունենք, որոնք 4-րդ աստիճանի տարակարգ ունեն, իսկ մենք երկար տարիներ այս մեխանիզմը ունեցել ենք, այսինքն որակավորման տարակարգի տրամաբանությունը կարգը եղել է, բայց 4-րդ աստիճանի տարակարգ ունեցող ուսուցիչ մենք չենք ունեցել։ Շատ մեծ ազդեցություն ունի հիմա համակարգի վրա 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում դպրոցաշինության գործընթացը, որովհետև մենք առնվազն 300 բնակավայրում ունենում ենք նոր դպրոցական ենթակառուցվածք, ուզում եմ հատուկ նշել, որ գրեթե թվերով գուցե ճիշտ չասեմ, բայց մեծամասնությունը, բացարձակ մեծամասնությունը նոր դպրոցների կառուցում է։ Շատ քիչ դեպքերում շատ ավելի քիչ են դեպքերը, երբ վերակառուցվում է կամ այնպիսի լավ վիճակում է ենթակառուցվածքը, որ այդպես հիմնանորոգման ճանապարհով են գնում։ Եվ սրան զուգահեռ նաև դպրոցները ամբողջական նոր լաբորատորիաներ են ստանում բնագիտական եւ ճարտարագիտական, ՏՀՏ, ինչը երկար տարիներ հասանելի չի եղել շատ դպրոցներում, այսինքն սա մի բան է, որից մենք ակնկալում ենք, որ բնագիտական առարկաների ուսումնասիրումը պետքա էականորեն փոխվի, որակապես պետքա այլ դասավանդում ունենանք, որովհետև եթե հետևեք էլ շատ ամբողջական լրակազմ է տրվում բոլոր դպրոցներին, չափորոշչով նախատեսված բոլոր փորձերը, բոլոր գործնական աշխատանքները իրականացնելու համար եւ մինչեւ 2026-ի ավարտը բոլոր դպրոցները ունենալու են լաբորատորիաները։ Երեխաների գնահատման փոփոխությունները ինձ բուն նպատակներ հետաքրքրում, որտեղ ժամանակին, երբ որ նոր օրինակ տարական դասարաններում գնահատական չդնելու հարցը բարձրացավ, շատ տարբեր կարծիքներ էի լսում նույն ծնողներից, բայց ինչպես երեխան իմանա, թե ինչպես է առաջադիմում, միևնույն է, աստղիկ կդնեն կամ չգիտեմ կգովան, նա կհասկանա, որն է այդ բազային, այսպես ասեն, գաղափարախոսությունը, որը ընդունել է նախարարությունը, նման որոշում ընդունել։ Ամենահիմքային հենքային բանը մարդկանց ուշադրության ֆոկուսը փոխելն է գնահատականից, որովհետև դա շատ է խանգարում։ Դա այնպիսի մի քիչ լավ բան չեմ ասում գուցե, այնպիսի արատավոր շրջան է ստեղծում, որ ուսուցիչը փորձում է գնահատականի միջոցով կառավարել, երեխան գնահատականի միջոցով ձևավորում է իր
ինքնագնահատական ու ինքնավերաբերմունքը ընդհանրապես իր մասին որպես անձ եւ ծնողի համար էլ դա դառնում է կրթության այսպես կարևոր կետը ու հետաքրքիր է որ մենք շատ խոսում ենք նրա մասին որ մենք ոչ թե գնահատումն ենք հանում այլ գնահատանիշն ենք հանում թվանշանն ենք հանում, բայց միևնույնն է, նույնիսկ տեսեք գիտակցության մեջ գնահատումը եւ գնահատանիշը թվանշան ստանալը մեզ մոտ տենց ազգայնորեն իրար հետ նույնականացված է։ Իրականում չէ, գնահատում կա։ Գնահատում կա։ Գալիս ասում են ուսուցչուհին այսօր ասել է կեցես։ Ես ապրեմ։ Իհարկե դա էլ ինչ որ պետքա տեղի ունենա, երբ որ երեխան գալիս է կատարում է ցանկացած տեսակի առաջադրանք ինչի մասին է կրթությունը որ հասկանա ինչն է լավ արվել եւ պետքա այդ ուղղությամբ եւ այդ ձևով ջանքերը շարունակել եւ ինչն է որ պետքա փոխել եւ փորձել ուրիշ ձևով անել եւ շատ կարեւոր է որ ուսուցիչները կարողանան այդ հետադարձ կապը տան գնահատումը պետքա այդ եղանակով լինի այսինքն անդադ երեխան պետքա ստանա հետադարձ կապ նրա մասին թե ինքը որ աշխատանքը ինչպես է արել եւ ինչ ինքը պետքա անի որ ավելի լավացնի այդ աշխատանքը սա կարծում եմ մի բան է որ մեզ ժամանակ է պետք դրան հասնելու որովհետեւ այո թվանշաններին փոխարինում են աստղիկները տարբեր այսպես դեմքի արտահայտություններով սմայլիկները որոնք տրամաբանորեն էլի ինչ որ գնահատական են նշանակում հա այսինքն այստեղ հարցը ոչ թե այն է որ մենք սիմվոլները փոխենք այլ այն է որ մեր վերաբերմունքը փոխենք այսինքն նպատակ մասին հարցին որ պատասխանենք ինչի համար ենք մենք երեխային գնահատում երբ որ այս հարցի պատասխանը որոշում ենք հասկանում ենք ինչի համար ենք գնահատում ենք որ ինքը պատկերացնի իր տվյալ առաջադրանքի մասով կատարած աշխատանքի կարողանա դա համեմատել չափանիշների հետ այսինքն երեխան ունենա պատկերացում որ լավ կատարված աշխատանքը այսպիսին պետքա լինի եւ իր աշխատանքը համեմատած այդ աշխատանքի հետ այս կետերով նույնիսկ ավելի լավն է կամ համապատասխանում է դրան այս կետերով չի համապատասխանում եւ ինքը պետք է այս քայլերը անի պետքա գնա եւ լրացուցիչ ինչ որ բան կարդա, որովհետև ընթերցանության իմաստով դժվարանում է։ Պետք է գնա, եթե գրելու հմտության վրա ենք աշխատում, ինչ որ հետադարձ կապ պետք է ինքը ստանա, թե ինչ կամ ինչպես ինքը պետք է անի, որ ավելի լավ ստացվի իր մոտ դա անել։ Եթե մենք խոսում ենք ավելի այսպես բովանդակային աշխատանքներ անելու մասին, օրինակ ինքը անում է հետազոտություն, վերլուծություն, էսե է գրում, նախագիծ է անում, գուցե խնդիրը այդքան հստակ չի սահմանել, գուցե հետազոտության մեթոդները պետք է ավելի այսպես թիրախային ընտրել, որ կարողանար ուսումնասիրել հենց այն ինչ իրեն պետք էր, այսինքն մենք հիմա խոսում ենք նրա մասին, որ այդ ամբողջ գործընթացում տեսեք, մենք նիշը, գնահատանիշը հանել ենք մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը եւ այդ ընթացքում պետքա իրականացվի բնութագրում ու ձևավորող գնահատում բայց հետո բնութագրումն ու ձևավորող գնահատումը դուրս չի գալիս դրանք շարունակում են գործել գնահատանիշին զուգահեռ այսինքն պետքա երեխեն սովորի զուգահեռաբար եւ գնահատականը ստանալ եւ այդ գնահատականի տակի եղած տեղեկատվությունը հասկանալու վերլուծել։ Մեզ մոտ գոնեի անձնական դիտարկումներով, որպես ծնող, նաեւ շատ հաճախ նույն ծնողների մոտ էլ, մեզ մոտ էլ։ Գնահատականը միշտ չի, որ կապվում է առհասարակ գիտելիքի հետ։ Երբեմն ծնողները պարզապես դիտարկում են գնահատականների առկայությունը որպես հետագայում, չգիտեմ, ավելի լավ տեղ սովորելու կամ համալսարան ընդունվելու համար պարտադիր պայման, քննությունների համար պարտադիր պայման, այսինքն երեխայի գիտելիքը ոչ այդքան մի ցած մղվում է երկրորդ պլան։
առաջին պլանում է լինում այդ գնահատականը ու դա կարծես թե ինչ-որ հանրային խնդիր է մեզ մոտ, հա։ Ես ունեցել եմ միջադեպ, երբ ուսուցիչներից մեկը բոլորին իներ դրել առարկայից, չկարևոր առարկա չկա, բայց ուզում եմ ասեմ, տենց ծնողների դիտարկումով, հա, դից առաջնային առարկա չէր, եւ ես ուսուցչին ասեցի ինչու եք ինը դրել, աղջիկա հազիվ 7-ի է, ինքը ասեց ես առաջին անգամ ծնող տեսնում, որ ինձ նման հարց տա, որտեղ ծնողները որպես կանոն անկախ գիտելիքից ուզում են բարձր գնահատական։ Սա էլ մի տեսակ չէ, բացասական ազդեցություն է թողնում երեխա գիտելիք հարաբերությունների վրա։ Դե նաեւ դա է պատճառը, որ մենք որոշ հարցերում այսպես շատ ավելի կտրուկ մոտեցումների են գնում, որովհետև օրինակ մենք ունենք վստահություն, որ մի քանի տարի անց ինչքան էլ դրա հանդեպ դիմադրությունը կամ այսպես տարբեր կարծիքները լինեն, միևնույն է գնահատման նկատմամբ վերաբերմունքը փոփոխվելու է ոչ մենակ դպրոցական, այլ նաև հանրային մակարդակում, իսկ դա շատ կարևոր է առաջին հերթին կարծում եմ երեխաների հոգեկան առողջության եւ այդ շատ լավ բան ասեցիք, երեխայի եւ գիտելիքի հարաբերությունները, կրթության հարաբերությունները լավացնելու համար։ Շատ լավ, մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց վերջում շատ կուզեմ մի քիչ խոսենք կրթության եւ միջավայրի եւ անվտանգության հետ կապված, որովհետեւ սա էլ, հա, ծնողական չաթերում երևի եթե ոչ թիվ 1, ապա թիվ 2 խնդիրը, որի մասին խոսում են, շատ հաճախ ինչ-որ գուցե բամբասանքների, լուրերի, խոսակցությունների տեսքով, որ կարող է դպրոցը այնքան էլ անվտանգ միջավայր չէ, որ դպրոցում կարող է ինչ-որ խուլիգանություններ թույլ տվեն եւ այլն։ Նախարարությունում ինչպես են նման խնդիրների լուծումը տեսնում կամ արդյոք կա նման անվտանգության հետ կապված որոշակի ռազմավարություն։ Ինչ որ մի պահի, չգիտեմ, գուցե այդ ուշադրությունը չէր եղել ինչ որ մի պահի արձանագրեցինք դա, բայց ինչ որ մի պահի մենք հասկացանք, որ գրեթե ամեն օր մենք տարբեր խողովակներով ստանում ենք տեղեկատվություն դպրոցում բռնության դեպքերի մասին։ Ու ես ենթադրում եմ, որ դրա պատճառը նաև այն է, որ ինչ որ ինչպես ասեմ, հա, ինչ որ պատնեշներ կոտրվել են եւ հանրայնացվում են նաև այդ դեպքերը, այսինքն դեպքերը ոչ թե շատացել են, այլ մենք սկսել ենք դրանց մասին տեղեկանալ։ Այո։ Ու խոսքը մեծահասակ երեխա շատ բազմազան է, թե բուլինգի, թե շատ բազմազան է, ուսուցիչ երեխա հարաբերությունների մասին է, երեխաների միջև հարաբերությունների մասին է եւ դպրոցի տարածքում այսպես ռիսկերի ու խնդիրների մասին է, որոնք էլի շատ են։ Ինչ-որ մի պահի մենք հասկացանք, որ ունենք այնպիսի իրավիճակ, որ այդ դեպքերի հետևից բացի առանձին դեպք գնալը պետք է ավելի համակարգային քայլեր ձեռնարկենք ու հենց հիմա մենք գտնվում ենք այն փուլում, որ մշակվում է դպրոցների անվտանգության ստանդարտը, որը 3 բաղադրիչ պետք է ներառի իր մեջ, այսպես ֆիզիկական միջավայրի բաղադրիչն է, սկսած նրանից, թե դպրոցի տարածքում կամ դպրոցից տարբեր հեռավորությունների վրա ինչ տեսակի, չգիտեմ, կառույցներ կարող են լինել կամ ինչ ձևի գործունեություն կարող է իրականացվել, որովհետև ես ինքս տարիներ առաջ տենց շատ աբսուրդ իրավիճակներ եմ տեսել, երբ օրինակ դպրոցից, չգիտեմ, դպրոցի դարպասից գուցե մի 10-20 մետր հեռավորության վրա բուկմեյքերական գրասենյակ է բացվում կամ այսինքն մի բլոկը լինելու է ամբողջությամբ դպրոցական միջավայրի մասին եւ դրսի եւ ենթակառուցվածքի եւ ներսի մի բլոկը ամբողջությամբ լինելու է հոգեբանական միջավայրի փոխհարաբերությունների եւ այստեղ շատ մեծ կարեւորություն ենք տալիս նրան, որ
հստակ ուղեցույցներ լինեն, թե որ դեպքում, որ իրավիճակում ծնողը, երեխան, ուսուցիչը ինչպես պետքա, ինչ ճանապարհով պետքա գնա, որ բարձրաձայնի այդ խնդիրը եւ կարողանա ստանալ այդ խնդրի լուծումը, որովհետեւ շատ հաճախ հենց դա էլ է խնդրահարույց, որ մարդիկ չգիտեն ում կամ ինչպես տեղյակ պահել եւ հանգիստ լինել, որ դա ոչ թե իրենց դեմ հետո ինչ որ ձևով օգտագործվել է, որովհետեւ այս հանրային վստահության խնդիրն էլ դեռ ունենք, այսինքն մի ամբողջ հատված լինելու է նրա մասին ինչպես ապահովել հոգեբանական անվտանգությունը եւ ինչ քայլեր ձեռնարկել տարբեր իրավիճակներում եւ երրորդ բլոկն էլ ուզում ենք անդրադառնալ դպրոցական տրանսպորտի ստանդարտներին, սկսած նրանից թե դպրոցական, եթե ավտոբուսներ կան, վարորդին ինչպիսի պահանջներ պետքա ներկայացվեն, այդ մոնիթորինգին ինչ պահանջներ պետք է ներկայացվեն, մեքենան ինչ տարբեր տեսակի պահանջների պետք է բավարարի եւ այլն, այսինքն մենք հիմա որպես առանձին եւ կարևորագույն խնդիր մեր առջև դրված է անվտանգության, այսպես համակարգային անվտանգության խնդիրներին համակարգային անդրադառնալը, որովհետեւ եմ ասում ամեն օր անձնական նամակներով նախարարը, փոխնախարարը անverջ բաներ են ստանում, ահազանգեր են ստանում, թեժ գծերով եւ չգիտեմ, ել չեմ ասում, բայց դա նշանակում է նաեւ, որ մարդիկ սկսել են խոսել այդ մասին։ Այո։ Հա, ասում եմ լավ լուրել ունենք։ Եվ վերջում Տիկին Սարգսյան, ներառականությունը մի քանի տարի առաջ, մտավ հայրենի դպրոց, այսօր արդեն ինչպես է գնահատում, կարելի ասել որ կայացավ մեզ մոտ այս համակարգը այն իմաստով, որ համընդհանուր ներառական կրթության անցում մենք ունեցանք, կարծում եմ այո, գաղափարական իմաստով։ Նաև կա զգացողություն ու տպավորություն, որ կամաց դուրս ենք եկել այն իրավիճակից, որ ոչ թե կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխային, այսպես վատ բառ ասեմ, էլի գուցե հանդուրժում են դասարանում եւ համարում են, որ իր դասարանում գտնվելը արդեն շատ մեծ քայլ է, այլ կամաց սկսում են մտածել այն մասին, որ ճիշտ եւ իրեն համարժեք չափով կրթություն ինքը պետք է ստանա դասարանում։ Ու սա մեր, կարծում եմ, այս ժամանակահատվածի կարևոր խնդիրն է, որովհետև սոցիալական դպրոցում գտնվելու հարաբերությունների ու մյուսների իմաստով մենք մեծ չափով խնդիրներ չունենք։ Իհարկե միշտ դեպքեր լինում են եւ դա որևէ ձևով ես չէի կապի ներառականության հետ, որովհետեւ դեպքեր լինում են այնպիսի իրավիճակներում, որտեղ մենք բացարձակ գործ չունենք, հա, որևէ զարգացման կամ ինչ որ այլ դժվարության հետ։ Հիմա շատ կարևոր է մեր համար, որ վստահ լինենք, որ այդ որակյալ կրթության հասանելիությունը, որ ասում ենք, նաև հավասար չափով կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի համար հասանելի լինի, շատ ուշադրություն ենք դարձնում նրան, որ դպրոցները ունենան այն խելամիտ հարմարեցումները, որով կարողանալու են եւ միջավայրը եւ կրթության համար անհրաժեշտ այսպես սարքավորումները կամ բովանդակությունը ունենալ այն ձևով, որով երեխայի համար ավելի ընկալելի է կամ որը պետք է հեշտացնի իր համար այդ գործընթացը, բայց այստեղ մենք շատ անելիքներ դեռ ունենք, եթե այսպես ընդհանրական ասելու լինեմ, շատ ճանապարհ ունենք անցնել։ Ես ժամանակին մի հոգեբանի հետ էի խոսում այդ ներառականության թեմայի շուրջ եւ նա շատ հետաքրքիր մի միտք ասեց, որ ներառական կրթությունը ոչ այնքան երևի ոչ այդքան շատ կարևոր է հենց որոշակի խնդիրներ ունեցող երեխայի համար, որքան մյուս երեխաների համար։
ովքեր կարողանան տեսնել այդ երեխաներին, կարողանան շփվել նրանց հետ եւ կարողանան հասկանալ, թե ինչքան բազմազան է մեր հասարակությունը եւ սովորեն նաեւ ճիշտ խոսել, ճիշտ վարվել, ճիշտ հաղորդակցվել, տարբեր խնդիրներ կամ այլ, այսպես ասենք, տարբեր իրենցից տարբերվող մարդկանց հետ, հա, այսպես ասենք, որտեղ միշտ չի, որ մենք դա կարող ենք հենց խնդիր անվանել, հա, մարդու ինչ որ տարբեր լինելը, դրա համար դա տպավորվեց այդ միտքը, ասած առաջին հերթին մյուս երեխաների համար։ Շատ հաճախ այսպիսի առաջին հազգից տրամաբանական միտք են ասում տարբեր մարդիկ, որ այ պետք է մյուս երեխաները պատրաստվեն եւ օրինակ վարքագծային տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ պետք է առանձին աշխատել եւ հետո ինչ որ մի պահի երբ իրենք բոլորը պատրաստ կլինեն նոր իրենք երբեք բոլորը պատրաստ չեն լինի անցնել դրան, բայց կարծում եմ դրա լավագույն տարբերակն է, ինչ մենք հիմա ունենք եւ դա այն է, որ հնարավորինս վաղ տարիքից մենք հռչակում ենք համընդհանուր ներառականությունը որպես մոտեցում, որովհետեւ երբ երեխան մանկապարտեզից սկսած այդ բազմազանությունը տեսնում է, ես հատուկ ուզում եմ, որ մենք հենց բազմազանություն ես դրա համար այդ խնդիր բառին ինչ որ հասկացությամբ դա անվանենք, որովհետև դա բազմազանություն է եւ իրականում երեխաները շատ հեշտ են ընդունում բազմազանությունը, որովհետև այդ բազմազանության մեջ մտնում է, որ ոմանք բարձրահասակ են, ոմանք ցածրահասակ են, ոմանք նիհարիկ են, մյուսները ավելի այսպես գուցե չաղլիկ են եւ շատ տարբեր, հա, տարբեր գույնի մազեր ունեն, տարբեր կարողություններ ունեն եւ այլն եւ այլն։ Երբ որ երեխան վաղ մանկության տարիքից այդ բազմազանությունը տեսնում է, ինքը երբեք չի կարող ասել, որ ինչ որ մի երեխայի հետ ինչ որ բան այն չէ, որովհետեւ ինքը ընկալում է, որ այդպես պետք է լինի, որովհետև ամեն մարդ իր ձևով է եւ իր նման է։ Ու ես ինքս շատ հետևում եմ դրան, իմ աղջկա օրինակով, որը 5 տարեկան է եւ երբ իր մանկապարտեզի խմբում առանձնացող ինչ որ երեխաների մասին միտումնավոր ինչ որ հարց եմ տալիս, ինքը զարմացած նայում է, թե ինչ տարբերություն կա, օրինակ, որովհետև ինքը չի տեսնում այդ տարբերությունները, այդ մենք ենք տեսնում, հետո մենք մի քիչ ավելի բարբարոս ենք, հետո երեխեքին պարտադրում ենք, որ այդտեղ ինչ որ մի բան նորմալ չի, հետո սկսում ենք մտածել, որ այդ երեխաները երբեք նորմայի եւ ոչ նորմայի մասին ինքնուրույն տենց եզրահանգումներ չեն անում, դա սովորաբար մեծերի արած եզրահանգումների արտացոլանքն է, այնպես որ կարծում եմ այս ճանապարհով մենք որ գնանք, մենք հասնելու ենք նրան, ինչ որ ուզում ենք, այսինքն ներառական հասարակությանը, որտեղ ուղղակի բազմազանությունը նորմա է եւ բոլորը իրենց բազմազանության մեջ ընդունված են։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Այս գեղեցիկ թեմով ուզում եմ ավարտել մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ հոգատար պետություն հաղորդաշարներ եթերում այսօր խոսում ենք հանրակրթության մասին, մեր հյուրներ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։